Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, ձեր էկրաններին Նուր հեռուստաընկերության ամանորյա տոնական եթերն է, սա մեր տարվա վերջին եթերն է, որտեղ մենք փորձում ենք կիսվել մեր հյուրերի ամանորյա ամենագեղեցիկ հիշողություններով եւ դրանցով ջերմացնել նաեւ էկրանների մյուս կողմում գտնվող ձեզ։ Այստեղ է տաղավարում հասարակական մշակութային գործիչ Նուր հեռուստաընկերության համանսեփականատեր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը։ Ողջունում եմ ձեզ, պարոն Բաբախանյան։ Շնորհակալ եմ, որ այս խառնաշփոթի մեջ նաև մեզ համար ժամանակ գտաք կիսվելու ձեր հիշողություններով։ Ինչպես է անցել ձեր դեկտեմբեր 31-յան առավոտը։ Ընդհանրապես այդ օրերը մարդիկ ինչ-որ քաոտիկ վիճակի մեջ են։ Նոր տարի, պատրաստություն, բայց դրանից մի քանի օր հետո լինում է Սուրբ Ծնունդը եւ ամեն բան դնում է իր տեղը։ Այո։ Բերում է խաղաղություն մարդուն, որի կարիք ունի մարտարարածը եւ մեծագույն հրաշքը, որ կատարվել է Սուրբ Ծնունդը, մարդկանց տալիս է հնարավորություն, որ կանգ առնեն վազքը վազք, դրանից որևէ մեկս զերծ չի, բոլորս վազում ենք, ամբողջ հարցային է դեպի ուր ենք վազում։ Վազքի մեջ նաև ձեր ամբողջ գործունեությունն է, որին ես օրեր առաջ ծանոթացա, որովհետև մենք գործ ունենք անկախ Հայաստանի պատմության ամենաառաջին հասարակական բարեգործական կազմակերպության հետ, որի հիմնադիրն եք դուք, խոսքը Հայ միասնության խաչ բարեգործական հասարակական կազմակերպության մասին է դեռ 1987 թվականից։ 2025 թվականին ինչպիսի կազմակերպություն կա ոտքերի վրա կանգնած, ես կարծում եմ այդ ժամանակն էլ նաև երկար փոխել է այս կազմակերպությունը։ Հայ միասնության խաչ կազմակերպությունը, երբ որ ես 17 տարեկան էի եւ որոշեցի հիմնել այդպիսի մի կառույց, այդ ժամանակ սովետական միությունն էր եւ որևէ մեկը չէր հավատում, որ հնարավոր է այդ միջավայրում ստեղծել նոր բջիջ։ Այն էլ անկախ մտածող, ազատ մտածող, տարօրինակ մտածող։ 2025 թվականն ենք փակում եւ կառույցը անդադար գործել է։ Ես շատ բավարարված ու հպարտ եմ զգում, որ 38-39 տարի, մոտ 40 տարի այս կառույցը որևէ քաղաքական ուժի, որևէ իշխանության սիրուհին չդարձավ, որովհետև մարդկային անձնական կյանքերը որ կան, ընդհանրապես այդտեղ պետք չի մտնել, ով ում սիրուհին է, ով ում հետ ինչ է անում, դա նույնիսկ բարոյական չի մտել անձնական դաշտ։ Բարոյական չէ այն, երբ որ կառույցներն են դառնում սիրուհիներ, երբ որ պետություններն են դառնում սիրուհիներ ավելի մեծ պետությունների։ Այդտեղ արդեն ինչ-որ մի ողնաշարի կարևոր ող խաթարվում է։ Այդպես որ Հայ միասնության խաչ կազմակերպությունը կարող ենք ասել, որ անկախ Հայաստանից առաջ սովետական միություն 87 թվական ենք խոսում, մինչև այսօր որևէ մի էջ չունի, որը համարի իր 40-ամյա գործունեության ամոթի էջը։ Ես պատասխանատու եմ հայտարարում ու շատ կարևոր է, որ բոլոր կառույցները լինեն հասարակական թե քաղաքական, այդքան հիմնավոր կարողանան ասել չունեմ ամոթի էջ, որպես հիմնադիր որևէ կառույցի։ Ձեր անուն ազգանունը երբ ընդհանուր կարդում ենք, Մաչանենց անունն արդեն էջմիածնում ամենահայտնի տուրիստական կենտրոններից մեկն է, հիշեցնում շատերին, թե փոքրեր, թե մեծեր, ժամանակի ընթացքում գրեթե անընդհատ եկել են, հանդիպել են, որովհետև անունից սկսած եւ մուտքից սկսած իմ տպավորություններն էլ նաեւ կիսելով ամեն ինչ շատ հետաքրքիր է։ Ինչպես է ստացվում, որ այդ վազքի մեջ նաեւ մտքեր առաջացան, որ ստեղծենք նման մշակութային մեծ տուրիստական կազմակերպություն, որտեղ յուրաքանչյուր քար իր յուրահատկությունն անպայման ունի ու պատմություն կա դրանց ներսում։ Առանց մշակույթի ինձ թվում է օդը դադարք է։ Աշխարհի ամենահագեցած թթվածինը անզոր է, եթե ներծծված չի մշակույթով։ Թոքերը սովից կմեռնեն, սիրտը տխրությունից կմեռնի, ուղեղը մտքերի աղքատությունից կմեռնի։ Հետևաբար մշակույթը պիտի դառնա մեր գլխավոր մաշկը, որը վահանն է դառնում քո ազգի։ Մշակույթը պիտի լինի որակյալ, մշակույթը պիտի լինի, որտեղ առանց մշակույթի գոյության մենք ապրում ենք անապատային տիրույթում։ Դրա համար Մաչանենց տունը ստեղծվեց, որովհետև
Մենք պետք է ստեղծենք մի կղզի, որտեղ մարդիկ ներդաշնակ են շփվում։ Մշակույթը միայն երգը չի, մշակույթը միայն նկարչությունը չի, գիտությունը չի, կրթությունը չի, մշակույթը մարդկային շփումներն են, որ պետք է որակյալ լինեն, որակյալ, հանդուրժողականության տիրույթում, սիրո տարածքում, սերը բառ չի, սերը բովանդակություն է։ Պարոն Բաբախանյան, այս տարիների ընթացքում, երբ դուք ձեր առանձնահատկություններով հղկել եք այս կազմակերպությունները, հետաքրքիր է հետադարձն ինչպես է եղել եւ դուք ինչպես եք հղկվել այս տարիների ընթացքում որպես առաջնորդ։ Նախ ես առաջնորդ չեմ, ես հիմնադիրն եմ որոշ կազմակերպությունների, առաջնորդ բառը քիչ շատ է։ Մենք երբեմն շնորհակալություն, եթե ինձ ասեք առաջնորդ, բայց մենք պետք է հասկանանք, որ առաջնորդները ծնվում են հարյուրամյակները մեկ եւ մենք պետք է կարողանանք առաջնորդ սիրել։ Շատ խնդիրներ մեր ժողովրդի մեջ գալիս է նրանից, որ մենք չենք հանդուրժում առաջնորդ։ Ձեր հարցի պատասխանը ես ինչպես եմ կրթվել։ Այո, դուք ինչպես եք հղկվել այս տարիների ընթացքում։ Ես հղկվել եւ կրթվել եմ զորքից, որովհետև ցանկացած զորավար կրթվում է նաև իր զինվորից։ Եթե շախմատի դաշտին նայեք, այնտեղ անկարևոր չկա, վստահաբար։ ֆիգուրա խաղացող կա, Ոչ։ չկա։ Շախմատի դաշտի վրա զինվորները ինչ հարցեր են լուծում։ Նպատակասլաց գնում դառնում են թագուհի կամ թագավոր։ Այո։ Կամ նավակ։ Հետևաբար մենք պատկերացնենք շախմատի դաշտի վրա ենք մեր ամբողջ ազգով անկարևոր հող մշակողը պակաս կարևոր չի, քան առաջի աթոռին նստած մարդը, հոգևոր աթոռի թե աշխարհիկ աթոռի։ Պետք է ուղղակի կարևորենք իրար, բայց կարևորենք ոչ թե խոսքով, այլ մեր հարաբերություններում, մեր շփումների որակների մեջ։ Երբեմն ստացվում է, որ ամանորն են լավագույն միջոցն է, երբ այդ մարդիկ, որոնք որ մեզ համար կարևոր են, հավաքվում են մեկ հարկի տակ ու մի քանի ժամ կամ գուցե մի քանի օր միասին են անցկացնում։ Ինչպես կուզեիք յուրաքանչյուր հայ ընտանիքում անցկացվեր ամանորը։ Աշխարհի մոդեռնիզացումը այնքան արագ է կատարվում, որ փոխվում են մեր հավաքույթների իմաստը, ձևը։ Բայց հիմա ինչ որ ասացիք շատ կարևոր է, որ ով հնարավորություն ունի, ով հայր ունի, ով մայր ունի, հայրական տնից սկսի։ Բայց դա պարտադիր չի։ Պարտադիր չի, որովհետև կարող ես ներկա լինել եւ մոռանալ ներկա եղած մարդուն, չզգալ, չհաղորդակցվել, եւ կարող ես հեռու լինել եւ բացակա, բայց զգալ եւ հիշել։ Այնպես որ ամենակարևորը գիտեք որն է, որ բողբոջ արմատից չկտրվի, արմատը բողբոջից չկտրվի։ Եթե ուզում ենք ունենալ որակյալ պատող, ես ամեն ինչ տանում եմ ազգին, պետությանը, որովհետև ես ուրիշ բան չգիտեմ։ Եթե ես 7 երգ գիտեմ, 7-ն էլ այդ մասին է։ 7-ն էլ այդ մասին է, որովհետև դա ոչ թե ես ուզում եմ ցուցադրել ինչ-որ հայրենասիրական դրվագ կամ շոու, ոչ։ Դա այ ժողովուրդ ջան, բա եթե ուրիշ մի երգ գիտեք, 8-րդ երգ, 10-րդ երգ, բա ինչի մասին պիտի լինի։ Ինչի մասին պիտի լինի։ Երբ որ աշխարհը երախը բացած գալիս է։ Երախը բացած գալիս է։ Մենք ուզում ենք աշխարհի ատամի տակ ընկնենք որպես մի փոքրիկ միավոր, որ հետո ատամի չոփիկով մեր ատամից հանեն մեզ։ Թե մենք ուզում ենք լինել կարևոր դեր ունեցող ըստ եզերքում այս երկի մոլորակի վրա։ Ուզում եմ ասել, այսպիսի տոները նաև արտացոլումն են մեր վարքագծի, ինչպես ենք մենք դա նշում։ Մեր այս համընդհանուր պատկերացումները, թե ինչպես կուզեինք յուրաքանչյուրի տանը նշվեր ամանորը, մեր սեփական տնից է գալիս։ Կուզեինք այդպես նշվեր մեր ընկերների տանը, մեր հարևանների տանը։ Ձեր տանը ինչպես է նշվում ամանորը, պարոն Բաբախանյան։ Մեր տանը հենց այդպես էլ նշվում է, ինչպես որ ես նկարագրեցի, ինչպես կարելի է ավանդական տոնը նշել։
հայրական տնից ու այդպես շարունակվում է։ Իսկ ո՞րն է դերը հիմնականում ձեր, որովհետև յուրաքանչյուր անդամ ինչ որ մի կարևոր դեր զբաղեցնում է, մանավանդ այդ խառնաշփոթի մեջ։ Դուք հիմնականում ինչով եք զբաղվում։ Իմ դերը այն է, որ իմ ներկայությամբ ապահովեմ խենթության բարձր որակը։ Ես վստահ եմ երաժշտությունը հնչում անպայման եւ մշակութային կյանքը եռում է ձեր տանը վստահաբար։ Իսկ խենթությունը գիտություն է։ Այո։ Միայն երաժշտություն ու պար չի։ Իսկ կան ինչ որ խոհանոցային գործեր, որին սիրում եք մասնակցել կամ սեղանի պատրաստման ընթացքին միայն հետևում եք կարծում Ես գլուխ չեմ հանում ընթացքից։ Իսկ ֆիլմեր, որոնք ամանորին սիրում եք դիտել, որոնք լրացնում են ամբողջ ամանորյա մեր պատկերացումները։ Դա էլ չէ։ Ես անհամբեր եմ։ Ես չեմ կարող նստել երկար ֆիլմ նայել ամանորի կարևոր հեքիաթային գիշերը, որտեղ հավատում ես, որ հեքիաթներ պիտի իրականանան։ Ֆիլմերը հետո կնայեմ։ Երբ 12-ը խփում է, կան այնպիսի երազանքներ ու ցանկություններ, որոնք բոլոր 12-ների համար նույնն են ու ամեն տարի դա պահվում է ձեր մտքում իրականանալու ցանկությամբ։ Այո, կան։ Բայց փորձեք զգալ, չեմ խոսի։ Ամանորը տոնելու շատ ավանդական տարբերակ էլ կա, երբ յուրաքանչյուրս փորձում ենք մեր ընկերների, մեր հարազատների տներով այցելել, նրանց շնորհավորել Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Ձեր դեպքում ինչպես է, դուք եք հյուր գնում առաջինը, թե սիրում եք, որ հավաքվեն ձեր տանը եւ միասին տոնեք հարազատներով։ Առաջ թափառում էինք, ամբողջ գիշեր թափառում էինք։ Հիմա արդեն որ չենք թափառում, նշանակում է արդեն ինչ-որ մի բան կոտրվել է մեր մեջ։ Թափառել ընդհանրապես երջանկության գիշերներում կարևոր է։ Պարոն Բաբախանյան, հաճախ ասում են, որ նախկին ամանորները այս տարիների, այս ընթացքի ամանորների նման չեն եւ մարդկանց մեջ այն անհամբերությունը, որ բոլորը սպասում էին նվերներին, ծմեր պապիկին, ինչ ոչ այդ ամանորյա հրաշքին, ինչ որ չափով կոտրվել է։ Կա նման զգացողություն ձեզ մոտ նախկին տարիների եւ ներկայիս իրավիճակի միջեւ։ Հենց դա է ուզում ասել։ Կար մի ժամանակ, որ թափառում էինք, գիտեինք ժամանակ անսպառ է եւ երբեք չի վերջանալու։ Բայց ինձ թվում է համընդհանուր վիճակ կա այդպիսի, որ տեմպը բերել է տագնապ եւ մարդիկ մտածում են ամեն ինչը արագ, որ հասցնեն, բայց արդյոք այդ վազքը անհրաժեշտ է։ Մարդը արարածը կորցրել է խաղաղությունը ինչ որ չափով, ցավոք, եւ դա անդրադառնում է նաեւ ամանորյա տոների վրա։ Իսկ ամանորյա հրաշք կա, որը միշտ ձեր մտքում փոքրուց մինչև հիմա մնացել է, թեկուզ ձմեր պապիկի տեսքով կամ նվերների տեսքով, որովհետև հրաշքի սպասումը միշտ ամանորին է բնորոշ։ Այո, հրաշքի սպասումը ամանորին է բնորոշ, բայց ես տեսակով այնպիսի մարդ եմ այդ դեպքում, որի մոտ ամեն օր այո, ես այդպես էլ պատկերացնում եմ։ Ամեն օր։ Իսկ ինչպես եք փորձել այդ ամանորի հրաշքը փոխանցել ձեր զավակներին ու ձեր ընտանիքում ինչպես են այդ սպասումը եղել ամանորի հրաշքի հետ կապված։ Իմ ընտանիքում ես ունեմ երկու աղջիկ, մեկ տղա, ունեմ նաև կին։ Մեր տանը այդպես է, մեր տանը ամեն օր հավատում են, որ մենք կարող ենք ինչ-որ բան փոխել եւ մեր կյանքում եւ հասարակության կյանքում եւ մի բան, որ ես իրենց միշտ պատգամել եմ եւ պատգամում եմ եւ ասում եմ ես կհիասթափվեմ ձեզնից, երբ որ դուք միայն ապրեք անձնական երջանկությամբ։ Իմ համար շատ տկար ու թույլ են այն մարդիկ, ովքեր անձնական երջանկություն կառուցելուց հետո բարեկեցություն, հարստություն, դրանից հետո ձեռքերը լվում են։ Ձեռքերը Պիղատոսի պես ձեռքերը լվում են ու ասում են հասարակության խնդիրները իմ խնդիրները չեն։ Ազգի ժողովրդի խնդիրները իմ խնդիրները չեն։ Դրանք չգիտեմ, արդյոք մարդ են, թե սպառողներ են ուղղակի։ Շնորհակալ եմ շատ անկեղծ զրույց ստացվեց։ Ձեր հիշողություններն էլ ջերմացրին մեզ տաղավարում։ Ես առաջարկում եմ կարճ բլից հարցում անենք նաև, 1-2 բառով պատասխանեք մեր ամանորյա թեմային առնչվող հարցերին։ Ամանորյա սեղան առանց որ ուտեստի չեք պատկերացնում։ Պասուս տոլմայի։ Որն է ամանորի այն։ Ես ուտելուց գլուխ չեմ հանում, կներեք էլի։ Այնուամենայնիվ տպավորվել են հիշողություն։ Այո, իհարկե կա, ավանդական պասուստորում։ Ամանորյա բույր, որը ձեր հիշողությունների մեջ տպավորվել է ու հենց ամանորի մասին է հիշեցնում։ Մանդարին։ Կա այնպիսի ավանդույթ, որ տոնածառը զարդարում եք ու այդ ավանդույթի մեջ դուք խանգարողն եք, թե հակառակը օգնում եք, որ ավելի գեղեցիկ տեքստ ստանա եղևնին։ Ես պասիվ եմ։ Դուք պասիվ եք։ Հայկական սովորություն, որը որ ամանորին միշտ տեղի է ունենում յուրաքանչյուրիս ընտանիքում։
որ 12-ին համբերում ենք ընտանիքի անդամներով իրար։ Եվ վերջում ամանորյա կարծրատիպ, որի մասին գիտեք, այդպես չէ, բայց բոլորը այդպես են մտածում նոր տարվա մասին։ Որ պիտի անպայման սեղանին խոզի բուտի։ Շատ անկեղծ է։ Շնորհակալ եմ շատ հարցերին պատասխանելու համար։ Ես առաջարկում եմ նաև ոչ միայն այն հիշողությունները, որով կիսվեցիք, նաև ուղերձով դիմեք մեր հեռուստադիտողին եւ այնքան անկեղծ, ինչպես որ մեր զրույցը ստացվեց։ Գալիս է ձեր եթեր, շնորհակալ եմ նոր հեռուստաընկերությանը։ Սպասում եի, որ պիտի այդպիսի մի հնարավորություն տաք, որ ես իմ խոսքը ասեմ։ Սա ինձ առաջ ինչ-որ խոսեցինք։ 2026 թվականին ցանկանում եմ, որ յուրաքանչյուր հայ գտնի իր հայրենիքը, իր տեսակը սիրելու բանաձևը։ Եվ ուզում եմ կարճ ձևակերպել հայրենիք պետությունը, Հայաստան հայրենիքը, Հայաստան պետությունը խոսքերով սիրելու ժամանակը սպառվել է։ Եկեք հանդուրժող լինենք, սիրենք իրար, Սփյուռքում ենք ապրում, թե Հայաստանում կապ չունի, հոգևորական ենք, թե աշխարհի կապ չունի։ Եկեք 2026 թվականին աշխարհին մատ անենք, ինչպես շախմատում է, գլխավոր քայլը մատ անենք, ցույց տանք, որ այո, մենք հավաքական ժողովուրդ ենք եւ Չարենցի մարգարեությունը չենք մոռացել, ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Ես չէի էլ կասկածում, որ նման տողերով էլ դուք կփորձեիք ավարտել ձեր ուղերձը, իսկապես շատ հիանալի է, շատ հայկական էր ամենակարևորը ու պետքական յուրաքանչյուրիս համար։ Հարգելի հեռուստադիտող, մեր եթերը մոտեցավ իր ավարտին, ինչպես որ 2025-ին մնացին հաշված ժամեր, մենք մեր եթերի ընթացքում փորձեցինք ձեզ փոխանցել տոնի ողջ խորհուրդը եւ մեր հյուրերի ամենանվիրական հիշողությունները 2025-ի հետ կապված։ Թող 2026-ը իրականացնի բոլորիս ամենանվիրական ու մեծ երազանքները։